հանդես եղանք, թե ինչպես է Սեդա Սաֆարյանը հարցեր ուղղելիս առերևույթ չի էլ թաքցում է իսկ քաղաքական կողմնորոշումները, սա ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք նոր հիմքեր արդեն արկա չեն բացարկի։ Դե բացարկը ինչպես սահմանադրական դատարանը հայտնեց, այս դեպքում կիրառելի եզրույթ չի, անհնարինության հարցներ, որը բարձրաձայնեցինք։ Սահմանադրական դատարանը նիստը բացելիս, երբ որ այս հարցերի քննարկման առարկա ենք դարձրել, իրենք հավաստիացրեցին, որ շատ լայնածավալ քննարկում են ունեցել եւ համոզվել են, որ Սեդա Սաֆարյանը անկողմնակալ է։ Սեդա Սաֆարյանը, ինչպես նկատել եք, դատավարության ընթացքում երբևէ որևէ մինչ այս պահը խոսքով որպես այդպեսին հանդես չէր եկել եւ առաջին մեկնարկը, որ կարող ենք պատկերացնել, թե ինչ պատկերացումներ ունի, ինչն է դատավորի համար կարևոր կամ անկարևոր, սկսեց նրանից, որ նախ սկսեց վերահաստատել քաղաքացիական պայմանագիր կուսակցության խոսույթը, ոչ թե ասեց եռագլուխ, այլ ասեց 3 ուժերին եմ ուղղում, սա մեկ, եւ նույնիսկ եթե լավ ընդունենք առաջին անգամ վրիպակ էր, երկրորդ անգամ էլի շարունակեց, ու երբ որ արդեն միայն են պարագայում, երբ որ կողմը ասեց կներեք, էլի ես ինչ եք անում, ոնց կարելի է կողմին դիմումատու կողմին ասել 3 ուժեր, մենք 7 դիմում ունենք, որ 3-ին է վերաբերվում, ասեց դե ուժեղ Հայաստան դաշինք ու այդ պահին կարծես թե ինչ որ մի բան իր մեջ շարժվեց, էլի ուզում էր հասկանալ դա չէ, բայց դրանից հետո արդեն իր հայտարարությունները, որոնք դուրս էին գալիս առհասարակ այս քննարկման շրջանակներից, որոնց ես նույնիսկ հիմա ես կարող եմ կանխատեսում անել, որ առհասարակ արտաքին միջամտության հարցին Սահմանադրական դատարանը իր եզրափակիչ գրավոր որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարելու, բայց ինքն օգտագործեց ի պաշտոնե այդ հարթակը, որպեսզի եւս մեկ անգամ առաջ բերի այն թեզերը, որոնք շրջանառվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից եւ գումարած դրան կարծես թե տպավորություն էր, որ այս նախորդող 3 ծանրաբեռնված օրերի շրջանակներում, երբ որ սենց հեղեղ է տրվում իրավախախտումների, ընտրախախտումների, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է, որ ինքը փաստացի ամբողջ նախընտրական ժամանակաշրջանում կանաչ լույսը վառելա, թողելա, ասելա, ով ինչ ընտրախախտում ուզում անի, ես չեմ դրան անդրադառնալու, չի կարողանում տարական մաթեմատիկական հարցերին պատասխանել, թե ինչպես է հաշվարկը եղել, չի կարողանում բացատրել, թե ոնց է, ինչպես է իմացել առհասարակ, որտեղից է իմացել, որ զինվորները քվեարկում են մինչև ուշ գիշեր, այդ հարցերին պատասխան չի տալիս, չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տրամադրել, թե ինչու էին զինվորների քվեարկությունը մինչև X պահը ընդունելի, հետո X պահից հետո, երբ որ այդ արդյունքները պարզ եղան, դարձան անվավեր, այդ ինչը փոխվեց, ու պարզ է իհարկե, որ այստեղ միանշանակ են հանրության համար դառնում ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը, փորձում է այսպես հանրային ընկալման ուղղությունը փոխել այլ ուղղությամբ եւ առաջ բերել այն թեզերը, որոնք ակտիվորեն շրջանառվում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Տիկին Սողոյան, ի պատասխան Սեդա Սաֆարյանի հարցի, պարոն Արծվիկ Մինասյանն ասաց, որ դիմումում նման հիշատակում չկա, սխալ է հիշում, ի վերջո կա դիմումում նման հիշատակում, թե չկա։ Մեր դիմումում չկա, ես ինչպես հասկացա պարոն Օրբելյանի խոսքից, իրենց դիմումում կան հիշատակումներ խախտման մեր վստահված անձի, մենք այդպիսի դեպք չենք արձանագրել առհասարակ, փորձեցինք նաև այդ դեպքից հետո 258 որոշման մեջ ման գալ այդպիսի բան, չգտանք եւ կարող ենք առերևույթ հիմնապնդում անել, որ Սեդա Սաֆարյանը զրպարտել է Հայաստան դաշինքին իդեմս իր վստահված անձի։